Մարդկանց ծառայությունը ծնվել է Հովիվ Արտուրի սրտում ու գիտեք նպատակը սա է, որպեսզի մենք արթնացնենք եկեղեցում նախ եւ առաջ եւ հետագայում նաեւ այդ ամենը որպեսզի տարածվի մեր ազգի մեջ, որ տղամարդը ինքը կանչված է ոչ միայն գլուխ ուղակի լինելու, այլ նաեւ կանչված է որպես քահանա կարողանա կանգնի իր ընտանիքի, իր երեխաների, իր երկրի պաշտպանության ու փրկության համար։ Նպատակը հիմնականում այնպեսին է, որ մենք ոչ միայն պետք է աղոթքով, այլ նաև գործով լինենք այն մարդիկ, ովքեր որ իսկապես ցույց են տալիս այս երկրի մեջ աղ եւ լույս։ Տղամարդուն սովորեցնում աղոթել, պատերազմել, հոգևոր դաշտում կիրառել այն բոլոր զենքերը, այն զինատեսակները, որ Աստված տվել է մեզ, իր իշխանությունը գործադրելու համար, իր արքայությունը բերելու, իր փառքը տեսնելու համար։ Որտեւ Աստծո խոսքը ասում է, ես փնտրեցի եւ չտեսա նրանց մեջ խրամատում կանգնող, պահպանություն անող, ողորմա այս երկիրը։ Աստված նախ առաջինը տղամարդուն ուզում է տեսնել սուրբ, եկեղեցու մեջ տնկված, որպես սուրբ, որպես ծառայող, որպես զորավոր, որպես օրինակ, հայլել Աստծո խոսքի մեջ, Աստծո հայտնություններով փոխանցել նոր սերունդին, փոխանցել եղբայրներին, այն սրբությունը, այն առանձնացությունը, որ դրված է երկնքից մեր սրտերի մեջ։ Մեր կյանքը ամբողջությամբ փոխվում է։ Ինչ որ առաջ եղել է ու ինչ որ գալիս է աղոթքից հետո, ծառայությունից հետո, դա համեմատելու չէ։ Հասկանում ենք, որ Աստծո միտքը, Աստծո հոգին մեր ներսը ամբողջությամբ փոխում է, ու մենք դրանով սկսում ենք նմանվել Հիսուսին։ Ուզում եմ կոչ անել քեզ սիրելի եղբայր, եթե դու Աստծուն սիրում ես եւ կանգնած ես եւ ցանկանում ես, որպեսզի այդ մեծ Տիրոջ գործի մեջ դու նույնպես մասնակցություն ունենաս, ուզում եմ տեղեկացնել, որ ամեն երկուշաբթի ժամը 8-ին կյանքի խոսք եկեղեցու աղոթքի սենյակում տղամարդկանցով հավաքվում ենք, երկրպագում ենք Աստծուն, աղոթում ենք մեր երկրի, մեր ընտանիքների, եկեղեցու արթնության եւ Հայաստանի ժողովրդի փրկության համար։ Այնպես որ հրավիրում եմ քեզ ամեն երկուշաբթի ժամը 8-ին ներկա լինելու այդ ծառայություններին եւ Տիրոջ փառքը ու զորությունը քո կյանքի եւ քո ընտանիքի մեջ նույնպես կտեսնես դրսեւորվելիս։